Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ելույթի համար խոսքը տալիս եմ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Շնորհակալություն, ես առաջնորդվելով ձեր մատնանշած թեմատիկ պատկերացումներով, պարոն Սուրենյանց, առանձնացրել եմ 3 բլոկ իմ խոսքը կառուցելու, մեկը վերաբերում էր խաղաղություն թե պատերազմ, այսինքն այդ առաջադրվող երկընտրանքը, մյուսը արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների հնարավոր բնակեցում Հայաստանում եւ երրորդը թրիփ դրա հնարավոր ճակատագիրը։ Առաջին իմաստով ես կարծում եմ, որ իսկապես այլընտրանքի հնարավորություն կա հիմա, որովհետև պատերազմական ուժը, որը մեր երկրին բերել է պատերազմ, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Նրանք պաշտոնավարել են Հայաստանում, մոտավորապես հիմա պաշտոնավարում են 8-րդ տարի, 7 տարի, եւ Հայաստանում այդ ժամանակահատվածում եղել է 7 պատերազմ։ Ես կարող եմ ամսաթվերով ասել, նաեւ հեռուստադիտողների հիշողությունը թարմացնելու համար, 2020 թվականի հուլիս, տաղուշ, լայնածավալ պատերազմ, եւ ընդամենը մեկ դիրքի պահպանությունը որպես քաջագործություն ներկայացնելով, հետագայում ինքը 24 թվականին այդ նույն տարածքից 4 գյուղ հարակից տարածքներով, ուղղակի ականազերծումով հանձնել է թշնամուն։ 2020 թվականի 44 օրյա պատերազմ, որը եղել է Արցախյան տարեգրության ամենածավալուն ռազմական գործողությունները եւ ամենածանր ողբերգական հետևանքներով բոլոր իմաստներով։ 2021 թվական Գեղարքունիքի մարզ շորժայողությամբ ադրբեջանական ներխուժում։ Դա բավականին ծավալուն ռազմական գործողություններ էին, որտեղ մենք ունեցանք եւ զինվորական անձնակազմի եւ տարածքի զգալի կորուստներ։ 2021 թվական Սև լիճ, Սյունիքի մարզ, 2021 թվական Իշխանասար, 2022 թվական պայմանականորեն ասում են ջերմուկ պատերազմը, բայց դա ընդգրկում էր 3 մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց-Ձոր, Սյունիք, լայնածավալ գործողություններ, թշնամու առաջխաղացում առաջնային դիրքերում։ 2023 թվական Արցախ, այդ 10 ամսվա շրջափակումից հետո մեկօրյա պատերազմ, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափման։ 7 ակտիվ պատերազմ են ունեցել, բոլորն էլ կորստաբեր իրաց պաշտոնավարման շրջան։ Հիմա այդ մարդիկ, ովքեր մեր երկրին բերել են 7 պատերազմի 7 տարում, ասում են մենք խաղաղություն ենք բերում։ Եվ մյուս բոլոր քաղաքական ուժերին անվանում են պատերազմի կուսակցություններ, իրենք դիրքավորվել են խաղաղություն բերողի դաշտում, երբ որ իրանք պատերազմ բերողն են։ Ես սման աբսուրդ ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել ու հասկանալ։ Այսինքն եւ այն ինչ որ ներկայացվեց, ես ամբողջությամբ եմ կիսում Նահապետյանի ասածները, որ հիմա գալով հաջորդ թեմային, Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցումը դա պատերազմ հրահրելու Հայաստանի ներսում։ Եվ շատ բաներ կա, որ Նահապետյանը կայացրեց իբրև ենթադրություն, բայց ես կարող եմ դրանց վերաբերյալ Ալիևի ուղիղ խոսքի մեջ բերումներ անել։ Որ ասում եմ, եթե ադրբեջանցիներն եկան այստեղ բնակվելու եւ կոնֆլիկտներ առաջացավ այրել, բերելով այդ արաբների Իսրայել, Ալիև այդ լուծումը տվել է, պարոն Նահապետյան։ Ասում եմ, որ Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժեր։ Նրանց անվտանգ, այսինքն Ադրբեջանի համար բարեկամ երկիր, ճիշտ ասած, ես Թուրքիայից բացի ոչ մեկի դեռ չեմ պատկերացնում։ Նույնիսկ տարածաշրջանում ակնհայտ։ Ու նաև դրա համար, անկեղծ ասեմ ձեզ, պայմանագրային իրավական հիմքն է ձևավորվել։ Մի քիչ ոնց որ երկար ժամանակ է, մեզնից ոչ ոք չի խոսում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության մասին։ Այդ առաքելության մեջ կարճ ժամանակ անց առաքելության մեկնարկից մի հատ շատ յուրահատուկ քաղաքական որոշում կայացվեց։ Առաքելության մեջ ընդգրկվեցին երկուական դիտորդներ Եվրոպական միության անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, Կանադա եւ Նորվեգիա։
Բարձր չէ, որ այդ կանադացի երկու դիտորդի կարիքը որպես անձնակազմ չկար, ցանկացած այլ երկրից եւս երկու դիտորդ անհրաժեշտության դեպքում կարող էր ներգրավել։ Պարզավոր Եվրամիությունը ֆինանսական ճգնաժամի առաջ չէր կանգնած, որ երկու մարդ չէին կարող պահեն, որ Կանադայի կառավարությունը հոգ տանի երկու հոգու։ Այսի քաղաքական որոշում է, որ Եվրոպական միության առաքելության մեջ կարող է լինել նաև ԵՄ անդամ չհանդիսացող, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկիր։ Իսկ այն որ երկիրն է, որ ԵՄ անդամ չի, բայց ՆԱՏՕ-ի անդամ է։ Ես էլ եմ կարծում, որ դա Թուրքիան է։ Այսինքն այդ նախադեպի ստեղծումը նպատակ ուներ դա անելու, իսկ մի ուրիշ որոշում էլ կայացվեց, ընդ որում շատ արագ, ռեկորդային, ընդ որում այդ կարգի համաձայնագրերը սահմանադրական դատարանում, չգիտես ինչի, այդ մի Եվրամիության համաձայնագիրը ՍԴ-ի պատմության մեջ ռեկորդային արագությամբ եղել, որ ՍԴ-ն մուտք անում միջազգային պայմանագիր ու կարծեմ 4 օր հետո տալիս են որոշում, որ դա համապատասխանությունը սահմանադրության ու ազգային ժողովը անմիջապես վավերացնում է։ Դա Եվրամիության քաղաքացիական առաքելությանը վերաբերող պայմանագիրն էր, որին տրվեց միջազգային կազմակերպության, այսինքն դիվանագիտական ներկայացության կարգավիճակ, որով ԵՄ բոլոր դիտորդները ստացան դիվանագետի կարգավիճակ, ունեն անձեռնմխելիություն, նրանց պատկանող տրանսպորտային միջոցները ըստ այդ համաձայնագրի, որը ոչ միայն ավտոտրանսպորտային միջոցներ են, այլև կարան ունենան օդային փոխադրման միջոցներ, այսինքն նաև ուղղաթիռներ Հայաստանի տարածքում, նրանք չեն վերահսկվում, նրանց կողմից ներմուծվող, նրանց կողմից արտահանվող այդ կազմակերպության ապրանքները ոչ միայն չեն մաքսազերծում, այլև մաքսային ստուգման չեն անցնում։ Եթե նրանք դիվանագետներ են, կատարում են որոշակի որևէ գործողություն, նրանք քրեական հետապնդման չեն ենթարկվում, որտեղ անձեռնմխելիությունը դա է ենթադրում, եւ ազատված են բոլոր տեսակի հարկերից։ Իսկ Եվրամիության դիտորդական առաքելության կազմով է որոշում Բրյուսել։ Այսինքն, եթե հիմա վաղը որոշի, որ այդ առաքելության մեջ պետք է ընդգրկվեն եւս 2000 դիտորդներ եւ 2000-ներ Թուրքիայից, դրա իրավական հիմքերը ստեղծվել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ նպատակով, որովհետև այդ մարդիկ հիմա ուրիշ զբաղմունք չունեն, ու ինձ որոշ տեղեկություններ են հասնում, մասնավորապես իմ հայրենի Վայոց ձորից, որ երբեմն նրանք շրջագայում են տարբեր գյուղեր, ոչ սահմանային, եւ ասենք ճշտում են, թե որտեղ են ապրել ադրբեջանցիներ, որ գյուղում, որ տներում են ապրել, այդ տունը կա թե չկա, քանի քառակուսի մակերես է։ Հիմա ասենք, եթե օրինակ Ջերմուկ քաղաքում ապրել են ժամանակին ադրբեջանցիներ, հիմա այդ տները, ընդ որում ի տարբերություն առանձնատների, բազմաբնակարանային շենքերը, այնտեղ խորհրդային ժամանակ, որ իրանք գնացել են, դեռ սեփական աշնորհում չէր եղել։ Այսինքն դրանք համարվել են պետական բնակարանային ֆոնդ։ Ու քանի որ սեփական աշնորհում չի եղել, իրանքի խորհրդային միության քաղաքացի են եղել, այդ ֆոնդի նկատմամբ իրանք իրավունքներ ունեն որոշակի։ Հիմա ասենք, թե եթե նրանք բերեն նրանց Ջերմուկում բնակեցնելու, ենթադրենք, ու այդ տներում արդեն սեփականության վկայականով պատկանում այլ մարդիկ, ոչինչ, մեծ խնդիր չի, պարոն Հապետյան։ Եվրոպական միությունը, ես կարծում եմ, շատ շուտ կտրամադրի դրամական աջակցություն, այնտեղ մի հատ առանձին բնակելի շենքեր կառուցելու համար ադրբեջանցիները, այո, մի հատ թաղամաս ամբողջական։ Այո, հատուկ միջոցներով պաշտպանված ու բնակեցում է ձոր կարգը։ Պարզ է, չէ, որ եթե նրանք պատկերացնում են ադրբեջանցիների գալը Հայաստան, նրանք պատկերացնում են գետոներով։ Այսինքն որոշակի կոնկրետ բնակավայրերում։ Մի հատ հետաքրքիր բան էլ կա, այս վերջերս քննարկում էր կազմակերպված, որը վերաբերում է այս տարվա ընթացքում դպրոցներ փակելու կառավարության նախաձեռնությանը, պլանավորվում է, որ մոտարապես 220 դպրոցներ պետք է փակվեն հանրապետությունում, հատկապես սահմանամերձ բարձր լեռնային 230 Ընդհանուր առմամբ մոտարապես 230 դպրոց։ Ու ինչն է հետաքրքիր, որ հայերով բնակեցված հիմիկվա սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակում, բայց ես Վայոց ձորը գիտեմ, Վայոց ձորով եմ ասում, էլի։ Չէ, կարծում եմ մյուս մարզերում էլ հետաքրքիր կլինի դա ուսումնասիրել։ Այս նոր դպրոցները, որը իբր սարքում են, որտեղ են սարքում։ Այն գյուղերում, որտեղ մինչև 90-ական թվականները առավելապես ադրբեջանցիներ են բնակեցված։ Օրինակ ասենք հիմա Վայոց ձորում փակում են սահմանամերձ Խնձորուտի, Նորազնապեր,
այնտեղ ասենք բարձունի դպրոցները, բայց Գոմբ գյուղում, որտեղ բնակչությունը շատ քիչ է, համարը շատ քիչ, նոր դպրոց են կառուցել։ Գոմքը մինչև այդ բնակ ադրբեջանցիներով է բնակեցված 90-ական թվականներին, իհարկե դա հին պատմական գյուղ է, նույնը Եղեգնաձորի տարածաշրջանի Եղեգիչ գյուղում։ Այսինքն արդեն նրանք պատկերացնում են իրենց մտքում, որ այդ ադրբեջանցիների հերիք չի որ գալու է, այլ հետներ իրենց համար մեկը դպրոց է սարքում։ Դա պահանջը, չէ։ Ու այս ընթացքում շատ վտանգավոր զարգացումներ են։ Օրինակ մի քանի օր առաջ էր, որ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ Ադրբեջանից եկան Հայաստան։ Սա իրենց երկրորդ այցն էր, մի հատ մի պատվիրակություն Հայաստանից է գնացել։ Դե պարզ է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտ ներկայացուցիչ, այտենց կենդանատեսակ Ադրբեջանում գոյություն չունի։ Այսինքն դե կարող լինեն հազվագյուտ այլ կենդանիներ, ասենք օրինակ Բեզուայրյան այց կարող լինի նաև Ադրբեջանում, բայց քաղաքասարակության ներկայացուցիչ կենդանու տեսակ Ադրբեջանում չկա ու օբյեկտիվորեն չի կարող լինի։ Ու պարզում է, որ նրանք ովքեր որ Հայաստանից են ներկայանում, նրանք էլ այդ խմբին չեն պատկանում։ Որովհետև նրանք Հայաստանի հասարակության ոչ մի շերտ չեն ներկայացնում։ Օրինակ ծրագրի համակարգողը Արեգ Քոչինյանն է, որը 18-ից 20 թվականներին եղել է Արմեն Գրիգորյանի հետ անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար, դրանից հետո հիմնել է մի հատ անհասկանալի կազմակերպություն, այդ հայկական պատվիրակության 19 հոգուց 5 կազմակերպությունից են։ Ու նրանք իբր ներկայացնում են հայ հասարակությունը, իհարկե չէ։ Ու այս ինչ է նշանակում, չէ, որ ասենք ադրբեջանցիները կարող են գալ ու իրանց տեղ գտնվելու այդ ադրբեջանցիների գալու օրը, մեկ է պարզում է, որ տեսանյութեր են տարածում, որ ինչ-որ երկու ադրբեջանցին այս անհասկանալի կենդանու նման G-կլասի Mercedes-ով շրջագայում են Հայաստանի տարբեր բնակավայրերում, ադրբեջաներեն խոսում են, տեսանյութեր են տարածում, հայկական բնակավայրերը ադրբեջանական անվանումներով ներկայացնելով։ Ու երբ որ մամուլը արձագանքում է հասարակությունը, անհանգստությունը հայտնում, ԱԱՑ-ին հարցում են անում, ասում են նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, եւ որպես Ռուսաստանի քաղաքացի եկել են Հայաստան ու գնացել են։ Հետո ինչ որ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Դուք Ֆրանսիայի քաղաքացի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող Մուրադ Փափազյանին թողնում եք, որ մտներ Հայաստան ազգությամբ հայ։ Բայց ադրբեջանցուն ո՞նց է թողել որ մտի, ասենք պատկերացրու Ռուսաստանում քանի միլիոն Հայաստանի քաղաքացի կա, որ նաև G-կլասի Mercedes ունի։ Նրանք հիմա կարան Ռուսաստանից մտնեն Ադրբեջանի տարածք, այդքան Սումգայիթում վիդեոներ նկարեն, ու ասես տարածում, ասես հանգիստ Ադրբեջանի տարածքից դուրս գան։ Մի պատկերացրեք, դա հնարավոր չի։ Լեհաստանում ես հիշում եմ մայստրո Քրիշտոֆ Պենդերեսկին, որ ողջ էր, Բաքվում իր համերգն էր նախատեսված, ինքը պիտի գիտե վիզա չէին տվել Պենդերեսկու, որ գնա, Պենդերեսկուն, աշխարհահռչակ կոմպոզիտոր, իր հայկական արմատներ ունենալու եւ Հայաստանի նախագահի կողմից պետական պարգևի ստանալու պատճառաբանությամբ։ Ռուսաստանից նվագախումբ է գնում Բաքու, համերգի, Ռուսաստանի քաղաքացի երաժիշտներ։ Ադրբեջանի ԱԱՑ սահմանապատ ծառայությունը նայում ազգությունը հայ հետ ավարտում։ Ասում ես մի ջութակներ դուք չնվագեն, ոչինչ։ Որտեղ դու կարող ես ջութակարի անվան տակ ես մարդու արկում, չէ՞ երկի։ Բայց դու ո՞նց ես թողնում ադը։ Ու սա ինչի է քարոզչական իմաստով արում, չէ՞, ու ինչի հատկապես Ռուսաստանից, որովհետև Հայաստանից գնացած ադրբեջանցիների մեծ մասը, նրանք մեծ մասը դրանք մահացել են, ասենք, եթե մարդը 50 տարեկան ասից գնացել է, 30 տարի անցել է, նա բաղոց չկա, չէ՞, ասենք դրա ժառանգների մասին պետք է խոսքը լինի մեծ մասը։ Նրանք Ադրբեջանում չեն ինտեգրվել հասել, մեծ մասը Ռուսաստան են գնացել։ Եվ հիմա չի բացառում, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրին մասնակից դարձնեն հենց Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին, որպես Ռուսաստանի քաղաք, որտեղ իրանց տեղ գալու նաև իրավական կարգավիճակի իմաստով խնդիրները ավելի քիչ են։ Այո։ Շատ, որպեսզի ժամանակը շատ բան չանեմ, կարճ մի նախադասությամբ այդ ռեպին ասեմ, ես լրիվ կիսում եմ Սուրենյանցի գնահատականները, որ Իրանում ծավալող իրադարձությունները երկու դեպքում էլ թրիպի համար վտանգ են, բայց Սուրենյանցի մի առումով տարբերվող կարծիք ունեմ, որ դուք թրիպը դիտարկեցիք որպես
միջազգային տրանսպորտային հաղորդակցության ուղի եւ Պարսկաստանի կարգավիճակի որևէ փոփոխություն միջազգային հաղորդակցման իմաստով, բայց ադրբեջանական ընկալումներում թրիփը միջազգային չի, ինքը Ադրբեջանի մի մասը մյուսի հետ կապելու ծրագիր է ընդամենը։ Եվ այդ իմաստով Իրանում ծավալվող իրադարձություններն ունեն այն վտանգը, որ եթե Ադրբեջանը տեսա, որ այն ստորագրված պայմանագրերով ինքը չի կարող այդ հասանելիությունը ապահովել, շատ մեծ վտանգ կա, որ դա կանի ռազմական ճանապարհով եւ ադրբեջանական գրառումներով ԱԹՍ-ի գրողը ադրբեջանական օբյեկտների վրա կարծում եմ հենց ադրբեջանական սադրանք է այդ գործողության հողը Ես այդ հարցն եմ ուզում ձեզ տալ, պարոն Ղազարյան։ Այս Իրանի շուրջ ծավալող իրադարձությունները մանավանդ այդ Նախիջևանի երեկվա միջադեպը վտանգ ստեղծում է, որ այս գլոբալ պատերազմի համատեքստում կարող է այդ ադրբեջանական ագրեսիային ականատես լինել։ Կարող ենք հղում անել միայն պաշտոնական իրադարձություններին, դրանից անմիջապես հետո Իլհամ Ալիևը հրավիրել է Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, տվել է շատ կոնկրետ հանձնարարություններ Ադրբեջանի զինված ուժերի եւ սահմանապահ ծառայությանը, որոնք հիմա վերվել են մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանին, սպառնացել է Իրանին, որ նման սադրանքները չեն մնալու անհետևանք, հղում անելով նաև Հայաստանի հետ իր տարած պատերազմի եւ ընդդեմ ունեցած հաջողություններին, եւ ըստ էության սա հուշում է, որ Ադրբեջանը ինքն է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողության սցենար, սպասելով իհարկե իրանք վերջին շրջանում ցույց է տալի, որ իրանք չեն շտապում իրենց որոշումները կայացնելուց, հանգիստ են գործում եւ այդ հանգստությունը լրացիչ վտանգներ է ստեղծում մեր համար։ Իհարկե մենք կարող ենք շատ մեծ անհանգստություն չունենալ, որովհետեւ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանն է։